Եթերում խորհրդարանական շաբաթն է, բարև ձեզ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում։ Այս հարցերի քննարկմամբ մեկնարկեց ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը։ Հայաստանի Հանրապետության օրհներքի հնչյունների ներքո մեկնարկեց ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը։ Հերթական նիստերի օրակարգում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը հունիսի 20-ի ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով համապետական արտահերթ ընտրություններն էականորեն տարբերվում էին հերթական ընտրություններից։ Ընտրության արդյունքների ամբողջ գործընթացն իրականացվել է բաց եւ թափանցիկ։ Ընտրական տեղամասերի շուրջ 98%-ում վստահված անձինք, դիտորդները, ԶԼՄ միջոցների ներկայացուցիչները ներկայ են գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացին։ Արկա չի եղել որևէ բողոք կամ նույնիսկ ահազանգ, որ հանձնաժողովում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց չի տրվել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղված կվավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրությամբ եւ հանձնաժողովի գնիքով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ստացել է 4 դիմում։ Ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված թիվ 184 ավորոշումը վիճարկվել է սահմանադրական դատարանում, իսկ վերջինս այն թողել է անփոփոխ։ Պատգամավորները սկզբում հարց ու պատասխանի ձևաչափով, հետո արդեն ելույթներով անդրադարձան հեղափոխությունից առաջ եւ հետո անցկացված ընտրություններին։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները ի տարբերություն նախորդ ընտրությունների, որի ժամանակ կրկին ուզում եմ շատ շիտակ ասել, սիրելի հայրենակիցներ, իհարկե եղել են խախտումներ, եղել են, դա նորություն չէ, բոլորն էլ գիտեն, որ նախկին ընտրությունների ժամանակ խախտումներ եղել են, նորություն չէ նաև, որ այս ընտրությունների ժամանակ ևս խախտումներ եղել են, ընդհուպ մինչև, որ կառավարության այդպես կոչված ծրագրում հստակ գրված է, որ ընտրական գործընթացի առկա թերությունները հաղթահարելու համար բարեփոխումներ պետք է անեն, այսինքն նույնիսկ կառավարությունն էլ է դա ընդունում։ Արտահերթ ելույթով ընտրություններին անդրադարձավ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ես կարծում եմ, որ այն ոճը, որ այս պահին աշխատում է ընդդիմությունը, այս հարցի քննարկման պարագայում ճիշտ է, որտեղ երբ որ խոսքը գնում է ընտրություն կեղծելու մասին, ավելի քիչ խոսելը եւ զուսպ լինելը ճիշտ մարտավարություն է, որովհետև Քոչարյանի փաստաբանը ընտրությունների կեղծելու մասին խոսելուց պետքա շատ երկար հետ նայի։ Այդ շատ կարևոր է։ Եվ պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչները, երբ որ փորձում են Մուկուչյանի խոսքերը կամ վարչապետի падգամավոր եղած ժամանակվա խոսքերը իրար հակադրելով տպավորություն ստանալ, որ նախկին ընտրությունները կեղծված չեն եղել, դա ապարդյուն աշխատանք է, որովհետև տարիներ շարունակ ասվել է, որ ընտրությունները կեղծված չեն, եւ հասարակությունը վստահ իմացել է, որ ընտրությունները կեղծված են։ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանում 1996-ից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված եւ անցկացվել են մեծ խախտումներով։ Ալեն Սիմոնյանի խոսքով թերևս բացառություն կարող է կազմել 1999-ին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Միասնության դաշինքի օրինակը, որը մեծ համակրանք ուներ հանրության կողմից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում տեսակետներ ներկայացրեցին ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումն ազգային ժողովն ընդունեց ի գիտություն։ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի համաձայն ձևավորված մրցույթային խորհրդի անդամ Հերիկնաս Տիգրանյանը։ Մրցութային խորհուրդը 2021 թվականի հունիսի 22-ին հայտարարել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր անդամի պաշտոնի համար մրցույթ։ Դիմումները ընդունվել են ամսի 23-ից մինչև հուլիսի 12-ը վերջնաժամկետում եւ ունեցել են 2 հավակնորդ։ Փաստաթղթային ստուգման արդյունքում 2 հավակնորդներն էլ անցել են մրցույթի բանավոր քննության փուլը եւ մրցութային խորհրդի սեպտեմբերի 3-ի որոշմամբ մրցույթում հաղթող է ճանաչվել հավակնորդ Մարիամ Գալստյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է։ Անկուսակցական նրա աշխատանքային գործունեությունը մեծամասամբ առնչվել է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը։
Ես 2014 թվականից ստանձնելով հակակոռուպցիոն քաղաքականության մշակման պատասխանատվությունը միշտ հավատացել եմ, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի օրենքի շրջանակներում ագրեսիվ եւ անհանդուրժող պայքար մղել կոռուպցիայի դեմ։ Տեխնացուն ընդգծեց, որ վերջին տարիներին դրական առումով փոփոխվել է քաղաքացիների մտածելակերպը ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Մասնավորապես ոլորտային ամենահեղինակավոր գնահատման Transparency International-ի կոռուպցիայի ընկալման համատվի արդյունքներով Հայաստանը 14 միավորով եւ 45 հորիզոնականով բարելավել է իր դիրքը համեմատած 2018 թվականի հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությանն ու այս հարցում հանրության գիտելիքների ավելացման անհրաժեշտությանը անդրադարձավ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաքելությունը իսկապես կանխարգելման տեսանկյունից նաև կրթելն է հասարակությունից միջև բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այդ կրթության համար նոր հարթակների ստեղծումը, որովհետեւ ես նման հարթակների ցավոք սրտի չեմ հանդիպել։ Հայտարարագրման մեխանիզմը հիմա արդեն ել ավելի կատարելագործված, ցավոք սրտի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիայի կանխարգելման համար։ Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում կենտրոնական դերակատարում պետք է ունենա քաղաքական ընդդիմությունը որպես զսպող օղակ, նշեց ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն, ապա ավելացրեց. Փոխադարձ զսպման համակարգի միջոցով հասնել այն բանին, որպեսզի իշխանական լծակների տիրապետող անձինք կարողանան հավասարակշռված այս համակարգում զերծ մնալ կամ գոնե նվազագույնի հասնել կոռուպցիոն դրսևորումները։ Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 66 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարիամ Գալստյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Խորհրդարանը քննարկեց նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրեց 3 թեկնածու՝ Հովսեփ Բեդևյան, Հրաչ Այվազյան եւ Լիաննա Հակոբյան։ Խորհրդանական քննարկումների արդյունքում վերոնշյալ պաշտոնը կստանձնի 1 թեկնածու։ Նրանց անցած աշխատանքային ուղին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Պատասխանատու պաշտոնում արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը։ Հրաչ Այվազյանն առանձնացրեց մասնագիտական դատարանների բացակայության հարցն մատնանշեց արդարադատության ոլորտում առկա որոշ խնդիրներ։ Առանձնապես կարևորում եմ էլեկտրոնային կառավարման գործիքակազմի կատարելագործումը, այցերի եւ այլ փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության կարգավորումները։ Թեկնածուներից Հովսեփ Բեդևյանն էլ նշեց, որ թեև դատաիրավական բարեփոխումները տեսանելի են, այդուհանդերձ իդեալական համակարգ դեռևս ձևավորված չէ։ Ըստ Բեդևյանի պատճառները եւ օբյեկտիվ են եւ սուբյեկտիվ։ Արդյունք ունենալու համար թեկնածուն կարևորում է նոր բարեփոխումները, հստակ ծրագրված ու հիմնավորված լուրջ ֆինանսական ներդրումները, տեղական ու արտասահմանյան փորձագետների մասնակցությունը։ Հաջորդ կարևոր քայլը համարում է մասնագիտացված վարչական դատարանի ստեղծումը։ Որքան էլ սերտ է վարչական արդարադատության կապը քաղաքացիական արդարադատության հետ, այնուամենայնիվ սխալ է քաղաքացիական իրավունքի ոլորտի մասնագետից ակնկալել վարչական իրավունքի ու դատավարության առանձնահատկությունների եւ ոլորտային օրենսդրության այն աստիճանի տիրապետում, որպիսին անհրաժեշտ է վարչական վեճերի վերջնական եւ արդարացի լուծման համար։ Լիաննա Հակոբյանը եւս ներկայացրեց իր տեսակետները արդարադատության համակարգի վերաբերյալ եւ որպես գլխավոր խնդիր նշեց դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչն առաջացնում է ողջամիտ ժամկետում գործերի քննության իրավունքի խախտում։ Անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր, ներդնել որոշակի մեխանիզմներ, որոնք կմեղմեն դատարանների ծանրաբեռնվածությունը, այդ թվում ավելացնելով դատավորների թվաքանակը։ Նշեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից դատավորների ամենաքիչ թվաքանակն ունեն Հայաստանը, Վրաստանը, Էստոնիան։ Պատգամավորները թեկնածուներին ուղեցին հարցեր դատական իշխանության արդարադատություն իրականացնող ատյանների նրանց անաչառ ու անկախ գործունեությունն ապահովելու վերաբերյալ։ Հայտարարվեց ընտրություն։ Կարճ ժամանակ անց խորհրդարանականները վերադարձան դահլիճ եւ ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարելու համար ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնի մոտ հրավիրեց Նարեկ Բաբայանին։ Այսպիսով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնը ստանձնեց Հովսեփ Բեդևյանը։ Հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։ Ներքաղաքական խնդիրներից մինչև արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր։
Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակին, պատասխանելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ մասնավորապես Շուրնուղ եւ Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին եւ տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաեւ, որ այս իրողությունն է եւ խորհրդային միության ժամանակ մասնավորապես այդ հատվածում խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած սահմանն է, վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի, այս իրողությունն է ընդունվել որպես հիմք։ Հայաստանի Հանրապետությունը ինչպես է ձևավորվել։ Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է այն բանի արդյունքում, որ հայկական սովետական սոցիալիստական հանրապետությունը հռչակել է անկախություն, փոխել է իր անունը եւ դարձել է Հայաստանի Հանրապետություն։ Վարչապետի խոսքով Ադրբեջանի նպատակը ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված, ապա շրջափակումն է, այլ միջանցք ստանալը։ Ինչ է արվում մեր ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու համար։ Արվում է ամեն հնարավորը եւ ելի ուզում եմ ընդգծել դիվանագիտական աշխատանքի գործնականում Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների եւ անհետ կորածների թեման։ Գործնականում չկա այդպիսի հանդիպում, ընդ որում խորհրդարանական հարթակներից սկսած կառավարության հարթակներով ավարտած։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պարզաբանում տրվեց պետպատվերով բուժօգնության հետ կապված հարցերին։ Տարվա սկզբին ունենք որոշակի բյուջե, որը հաստատվում է հենց ազգային ժողովի կողմից եւ այդ բյուջեի շրջանակներում կնքում ենք պայմանագրեր բժշկական կազմակերպությունների հետ։ Եվ բժշկական կազմակերպությունները տվյալ իրենց համամասնության շրջանակներում հերթագրելով, բաղդադելով կարևոր անհետաձգելի եւ ըստ ցուցումների դեպքերը իրականացնում են ընդհանուր բժշկական օգնությունը։ Պատգամավորները առողջապահության նախարարից հետաքրքրվեցին նաեւ պատվաստման գործընթացով։ Հանրային առողջապահական անվտանգությունը այո մի կարևորագույն ազգային անվտանգության արժեք է, որը պաշտպանելու համար մենք որպես պետություն իրավասու ենք կիրառել նաև սահմանափակող միջոցառումներ։ Եվ այս ամիսների ընթացքում մենք շեշտակի փոխել ենք վերաբերմունքը պատվաստումից 10%-ի շրջանակներում մեր ցանկացողների թիվը այժմ 40%-ից ավել։ Գազի գինը ամենայն հավանականությամբ չի թանկանա, նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանելով Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։ Բանակցությունները Գազպրոմ խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում։ Այս տարի հույսով ենք, որ կհաջողվի պահպանել նույն գինը սահմանի։ Փոխվարչապետը հույս հայտնեց, որ առաջիկայում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա կապված գազի գնի հետ։ Խորհրդարանը սպառելով օրակարգային հարցերի քննարկումը ավարտեց հերթական նիստերի աշխատանքը։ Նիստերի ավարտից հետո տեղի ունեցան խորհրդարանական ճեպազրույցները։ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները խոսեցին ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթություններից։ Լրագրողների հարցերին պատասխանելու համար առաջին ճեպազրույցների դահլիճ է մտնում Պատիվ ունեմ խմբակցությունը։ Պատգամավորները խոսեցին անցնող շաբաթվա հայաստանյան անցուդարձից, այդ համատեքստում անդրադարձան խմբակցության կողմից ավելի վաղ հայտարարված քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, որն ինչպես նշեց Հայկ Մամիջանյանը, ուսումնասիրելու է 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից տրամադրված գումարների ծախսման արդյունավետությունը։ Պատգամավորները խոսեցին նաեւ առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմին ընտրությունների եւ արդեն կայացած խորհրդարանական նիստերի օրակարգերի մասին։ Ընդամենը 1-2 շաբաթ էր պետք հասկանալու համար, որ երկրորդ նստաշրջանի օրակարգը բաղկացած է բացառապես, վստահ եմ նկատել եք, օրենքով ամրագրված հարցերի քննարկումից, որոնք որևէ կերպ կապված չէին իշխանական խմբի կողմից ներկայացված նախագծերից։
Հաջորդը Հայաստան խմբակցությունն է, падգամավորները լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձան նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան մեր երկրի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատին։ Ըստ Արամ Վարդևանյանի հայցման մեջ պետք է ընդգծվեր նաև Թուրքիայի դերակատարությունը։ Իսկ այն հարցին, թե ինչպես կգնահատեք առաջիկայում Հայաստանին հակընդդեմ հայց ներկայացնելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, падգամավորը նշեց. Կարծում եմ այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական որևէ տիրույթում, առավել ևս միջազգային իրավունքի, որովհետև կարծես թե բոլորի համար, միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, թե որ կողմի, իսկ ավելի հստակ հենց Ադրբեջանի կողմից են կատարվել մի շարք միջազգային իրավունքի նորմերի, ամենաառաջնայինից սկսեմ ուժի արգելման սկզբունքի խախտումից։ Ճեպազրույցներում խորհրդարանական հաջորդ ուժը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է, լրագրողական հանրույթի հարցադրումների առանցքը սահմանային իրավիճակն է եւ Ադրբեջանի ոստիկանական ուժերի կողմից պարսկական մեքենաների վարորդներից գանձվող գումարները։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դա ճանապարհի էյվազլար հատվածն է, փաստելով, որ դա չի տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում։ Հիմա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պետքա ճշտեն, այս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի, թե դա ապօրինի գործողություններ են։ Դրանք չեն վերաբերվում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքները տեղաշարժերին։ Այս պահի դրությամբ որևէ լարվածություն չկա, այս պահի դրությամբ։ Հերթեր չկան կուտակված, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի խնդիրը լուծված է։ Խնդիրները լուծելու համար ընթանում են ճանապարհը շրջանցող շինաշխատանքներ։ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հատկացրել է $1 միլիարդ, որով կիրականացվի Քաջարանից Տաթև այլընտրանքային 3.5 կիլոմետր ճանապարհահատվածի կառուցումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ հանրային հեռուստաընկերության եւ Ապրելու Արցախ հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող 100 տուն Արցախում նախագծի շրջանակում պատերազմի հետևանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիների համար նախատեսվող տներից մեկը կկառուցվի խորհրդարանին հատկացված պետական միջոցների հաշվին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շաբաթվա աշխատանքային օրակարգը հագեցած էր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Նիդերլանդների, Իրանի, Հնդկաստանի, մեր երկրում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումների առանցքում երկկողմ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումն էր։ Մեր պետության արտաքին օրակարգի առաջնահերթություններին վերաբերող հարցերը։ Նիկոլաս Խերմերսի հետ հանդիպմանը ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների առարկայական դիրքորոշման ու Հայաստանի ժողովրդավարական առաջնահերթություններին աջակցելու համար։ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հարցերի շրջանակի, որոնցում Հայաստանը քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից։ Խաղաղության հաստատում տարածաշրջանում հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտապույտ վերադարձ հայրենիք։ Օրենսդրի ղեկավարն ընդգծեց տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը։ Դեսպանը վերահաստատեց տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը։ Իրանի դեսպանի հետ զրույցում ազգային ժողովի նախագահն ընդգծեց ռազմավարական նշանակության հարաբերությունները 100-ամյակների բարեկամությունը։ Ալեն Սիմոնյանը կարևորեց հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում։ Անդրադարձ եղավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին։ Դեսպան Լի Թրեյսիի հետ հանդիպմանը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում Ամերիկայի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը։ Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը ազգային ժողովի նախագահը նշեց, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ հայրենադարձման հարցը։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ալեն Սիմոնյանը փաստեց, որ այն պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա։ Ի հավելումն Լի Թրեյսին շեշտեց Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործունեության իրականացմանը։ Դեսպան Քիշան Դանդեվալի հետ զրույցում օրենսդրի ղեկավարը բարձր գնահատեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռած մոտեցումը։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Այդ համատեքստում հայկական կողմն արժևորեց պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հնդկաստանի դեսպանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը։
Ինձ համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին, ասաց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպմանը։ Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ չափազանցված չէ այն միտքը, որ բարոնուհին Հայաստանում լայն ճանաչում եւ սեր է վայելում։ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն հայտնեց տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին եւ Արցախին հետեւողական կերպով աջակցելու համար։ Ազգային ժողովի նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկեցին պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր։ Բարոնուհին մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ, միևնույն ժամանակ հուսալով, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ։ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է եւ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը։ Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասաց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատեց Սլովակիայի հետ բոլոր բնակավարներում համագործակցելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նա առանձնակի շեշտեց Հայաստանում 2020 թվականին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը, քաղաքական երկխոսության շարունակական ապահովման եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ։ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց Սլովակիայի ազգային խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի ընդունումը։ Խորհրդանի ղեկավարն ընդգծեց, որ այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը։ Նրանց մեջ կան ինչպես կանայք, այնպես էլ քաղաքացիական անձինք եւ այսօր ցավոք սրտի իրենք դարձել են քաղաքական առևտրի առարկա եւ կարծում ենք, որ մենք բոլորս մեր հնարավոր բոլոր ջանքերը պետք է կիրառենք այդ հարցում արագ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Իվան Կորչոկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան։ Նա վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի։ Կողմերն անդրադարձան Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաեւ Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, Արցախյան հակամարտությանը վերաբերող առաջնային մարդասիրական խնդիրները քննարկվեցին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հանդիպմանը։ Հանձնաժողովի նախագահը կարևորեց ազատազրկված անձանց կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաև նրանց վերադարձն ապահովելուն ուղղված քայլերի իրականացումը։ Անդրադարձ կատարվեց սահմանամերձ գոտիներում ստեղծված ծանր իրավիճակին, քննարկվեցին բնակչության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները։ Թիերի Ռիբոն ներկայացրեց կառույցի համակարգված աշխատանքը, նշելով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհայտ կորածների եւ ազատազրկված անձանց ընտանիքների հետ, փորձում աջակցել նրանց։ Թիերի Ռիբոյի խոսքով կառույցն իրականացնում է բացառապես մարդասիրական եւ ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ։ Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ պարբերաբար լինում է սահմանամերձ համայնքներում եւ քաջածանոթ է բնակիչների խնդիրներին։ Ըստ նրա, այլևայլ հարցերից բացի անհրաժեշտ է լուծում տալ նաեւ տուժած բնակիչներին փոխհատուցում տալու հարցին։ Թագուհի Թովմասյանը հանդիպեց նաև Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ ծրագրին վերաբերող հարցեր։ 2020 թվականից Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հետ համագործակցում է նաև կենսաբժշկության ոլորտում։ Կողմերը քննարկեցին մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ ծրագրին վերաբերող հարցեր։ Թագուհի Թովմասյանը կարևորեց ծրագրի իրականացումը, անդրադարձավ պարտադիր պատվաստման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում եւ փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջության իրավունքների խնդիրներին։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համագործակցությունը։ Հանձնաժողովի նախագահն ընդգծեց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո խաղաղության գործընթացի վերականգնման հարցում Եվրամիության ջանքերը։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանմանը։
Հայաստանը պատրաստ է գործուն քայլեր կատարել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը, նշեց Էդուարդ Աղաջանյանը։ Հանձնաժողովի նախագահը կարևորեց եվրոպացի գործընկերների դերակատարությունը, մասնավորապես ճնշում գործադրելը Ադրբեջանի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերադառնալու բանակցությունների գործընթացին։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը նշեց, որ Եվրամիությունը ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների զարգացմանն անդրադարձ կատարվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկի եւ Դարիա Վոլոդինայի հանդիպմանը։ Էդուարդ Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ հայ-ուկրաինական բարեկամական խմբի վերջնական ձևավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան եւ կամրապնդվեն։ Անդրադարձ կատարվեց երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարներին։ Ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ, ասաց հանձնաժողովի նախագահը եւ անհրաժեշտ համարեց հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները բարձր գնահատեցին Ուկրաինայում հայերի միության եւ հայ համայնքի կատարությունը։ Համատեղ համագործակցության օրակարգի առաջմղման հարցում կարևոր համարվեց կոնկրետ գործնական քայլերի իրականացումը։ Այս շաբաթ արտահերթ նիստ գումարեց ազգային ժողովի խորհուրդը, քննարկվեցին եւ հաստատվեցին Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում, Եվրանես Սևսովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի 8-րդ գումարման պատվիրակությունների կազմերը։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվեց սեպտեմբերի 22-ին անցկացնել խորհրդարանական լսումներ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի Թափուր տեղի համար Արտակ Մանուկյանի թեկնածության եւ ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը։ Քննարկման եւ քվեարկության արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին Արտակ Մանուկյանի թեկնածությանը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում падգամավորների, ֆինանսների եւ արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներն են։ Դիտարկումներ ու դժգոհություններ ունեն 2019-ի դեկտեմբերին ընդունված աուդիտորական գործունեության մասին օրենքի որոշ դրույթների վերաբերյալ։ Ըստ աուդիտորական ծառայություններ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների վերոնշյալ օրենքի ընդունումից առաջ հանրային քննարկում չի անցկացվել։ Աուդիտորական կազմակերպության ներկայացուցչի կարծիքով օրենքը միտված է եղել ոլորտը բարելավելուն, սակայն ընդունումից հետո գործնականում խնդիրներ է առաջացրել։ Նրա կարծիքով խնդրահարության դրույթը ըստ որի աուդիտորների եւ աուդիտորական կազմակերպությունների համար պարտադիր է համարվում հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող մասնագիտացված կառույցին անդամակցելը։ ՀԿ-ի կարգավիճակ ունեցող մասնագիտացված կառույցին անդամակցելու իմպերատիվ պահանջը, ինչը եզակի է հայրենական իրավական համակարգում, խորը հակասության մեջ է Սահմանադրության 45-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված միավորումների ազատության հետ։ Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ մասնավոր միավորման։ Անդրադառնալով բարձրացված մտահոգություններին ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ օրենքի նախագիծը հնարավոր բոլոր հարթակներով անցել է լայն հանրային քննարկումներ։ Եթե որևէ կազմակերպություն կամ կազմակերպությունների խումբ պասիվ է գտնվել, չի մասնակցել այս քննարկումներին, չի բարձրաձայնել կամ թերահավատ է եղել, բայց այդ քննարկումները կանոնավոր ձևով եղել են։ Այնուհետ դրանց հիման վրա մշակվել են համապատասխան իրավական ակտեր, որոնք նորից անհավաս կարգով քննարկվել են, հանրայնացվել են, այդ թվում իդրաֆտ իրավական ակտերի նախագծերի պաշտոնական տեղեկատվական հարթակում ստացվել են բազմաթիվ առաջարկներ, քննարկվել են, վերաբերմունք է արտահայտվել, բայց այն ընկերությունները, որոնք որ այսօր պնդում են, որ հանրային քննարկում չի եղել,
հավանաբար առաջարկներ չեն ներկայացրել։ Անդրադառնալով օրենքի հակասահմանադրականության մասին պնդումներին, փոխնախարարն ընդգծեց, որ նախագծերի փաթեթն ընդունվել է լիազոր մարմնի պետական փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո, եւ սահմանադրությանը հակասող տարեր նախարարությունը չի տեսնում։ Խոչընդոտները այդպես հայտարարելով չեն, պետք է առարկայական քննարկման առարկա դարձնել, որովհետեւ այդպես միշտ կարելի է հայտարարել։ Փոխարենը ես բերեմ շատ կոնկրետ փաստ։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել են 28 լիցենզավորված աղոթողական կազմակերպություններ։ Այդ 28-ից 23-ը միանգամից ասելով 2-3 ամիսների ընթացքում մինչև նոր կարգավորներ ուժի մեջ մտնելը անդամակցել են մասնագիտացված կառույցին, անդամակցել են եւս 5 նոր ընկերություններ, փաստացի լիցենզավորված ընկերություններից միայն Baker Tilly-ն է, որ չի անդամակցել։ Պատճառները հավանաբար դուք գիտեք կամ դուք եք այսպես գնահատում։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորների կարծիքով բարեփոխումների հիմքում պետք է լինի որակյալ ծառայությունների մատուցումը։ Ըստ նրանց խնդիրը համակարգային լուծման կարիք ունի, ուստի առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ, ինչն էլ ընդունվեց հանձնաժողովի նախագահի կողմից։ Հանձնաժողովը պատրաստական է բոլոր այդպիսի կնճռոտ հարցերի դեպքում դառնալ հարթակ, որտեղ մասնավորը, պետությունը կարող են հանդիպել, քննարկել եւ մենք եթե անհրաժեշտություն լինի, գտնենք այդպես ասած այն ճշմարտությունը այդ քննարկման արդյունքում, ապա կարող ենք իրականացնել եւ կիրականացնենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հորդորեց ներկայացնել առաջարկներ եւ պատրաստակամություն հայտնեց խնդրին վերստին անդրադառնալ առաջարկները քննարկելու եւ դրանք հնարավորինս լուծելու ակնկալիքով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան աշխատանքային իրավունքներ կոնսորցիումի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկելու նրանց կողմից իրականացվող տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում ծրագիրը։ Նպատակն է գործատու աշխատող հարաբերությունները բարելավել, դրանք դարձնելով իրավահարաբերություններ, ինչով էլ կպաշտպանվեն քաղաքացիների աշխատանքային իրավունքները։ Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ եւ հետազոտություններ, բարձելու թե որքանով են պաշտպանված աշխատողների իրավունքները։ 1 տարի տևողությամբ ծրագրի ավարտին պատրաստվելու է զեկույց, այն նաեւ հանձնաժողովին կներկայացվի։ Հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել այն բոլոր ծրագրերին, որոնք ուղղված կլինեն օրենսդրության կատարելագործմանն ու քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։ Որոշվեց, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարբերաբար հանձնաժողովին կներկայացնի վիճակագրություն, որում ամփոփված կլինեն քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ տվյալները։ Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությունը, նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր Պանթեոն։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։ Սա իմ 38-րդ այցն է Հայաստան։ Ամեն անգամ Հայաստան գալով ես այցելում եմ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցավով, տխրությամբ եւ լռությամբ հարգում զոհերի հիշատակը։ Այս հուշահամալիրը հզոր վայր է, որպես հումանիստ բոլորիս պարտն է գալ եւ հարգանքի տուրք մատուցել։ Մեր պատվիրակությունն այցելել է նաև Արցախ, մասնակցել Ստեփանակերտ քաղաքում Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը։ Կենտրոնն իր շուրջը կհամախմբի բոլոր ֆրանկոֆոններին, ծառայելով որպես քաղաքի զարգացմանը նպաստող կրթական եւ նորարարական հարթակ։ Հյուրերը ծանոթացան հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում ցուցադրված 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին, գրառում կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Այցը բավական արդյունավետ էր, առիթ ունեցանք քննարկելու այսօրվա բազմաթիվ խնդիրներ մեր ֆրանսիացի գործընկերների հետ, նոր իրողություններ, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում։ Եռաբլուրում պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Խորհրդարանի ղեկավարի գրասենյակը դեմս ազգային ժողովի նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանի հանդիպեց քաղաքացիների հետ։ Վերջիններիս կողմից բարձրացրած հարցերն ունեին սոցիալական, իրավական, առողջապահական ուղղվածություն։ Ազգային ժողովի նախագահի գրասենյակի աշխատակազմը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել բարձրացրած խնդիրները, բողոքները, պատշաճ լուծում տալ բոլոր հարցերին։ Իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պետական մարմիններին։ Նշենք, որ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրում։ Տարբեր հարցերի շուրջ տեսակետներ են հայտնել խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Սիրելի հայրենակիցներ, չնայած այս քառօրյա ընթացքում օրակարգի մեջ դրված էր Վիճռաբեկ դատարանի դատավորների ընտրության եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, բայց երկրում տեղի ունենում իրադարձություններ, որոնք առավել քննարկման եւ բարձրաձայնման կարիք ունեն։ Դրա համար մենք նիստի սկսելուն անմիջապես պահանջեցինք, որպեսզի ազգային անվտանգության ծառայության տնօրենը ներկայանա ազգային ժողով, հանդիպում ունենա պատգամավորների հետ եւ բացատրություն տա, թե ինչու նախորդին Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված իրենց պաշտոնական հրապարակման մեջ մատնանշվել է տեղանունը մատնանշվել է ադրբեջանական անունով։ Միգուցե իրավիճակը փոխվել Հայաստանում, մենք տեղյակ չենք։ Համենայն դեպս 5 օր է անցել այդ պահանջից եւ դեռևս հանդիպում տեղի չի ունեցել, պատճառաբանելով, որ ցանկանում են, որ հենց ինքը ազգային անվտանգության ծառայության տնօրենը ներկա գտնվի հանդիպմանը, բայց զբաղվածության պատճառով չի կարողանում գալ։ Նաև մտահոգիչ ենք համարում այն իրականությունը, որ օրերս Իրանի քաղաքացիները ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից եւ շատ տարօրինակ էր, որ ամբողջ համացանցը ողողված էր այդ տեղեկատվությամբ, սակայն մեր բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չէին։ Իհարկե, այնուհետև տեղեկատվությունը հաստատվեց եւ այժմ նշվում է, որ երրորդյա ժամկետում իրենք պետք է ազատ արձակվեն, բայց ուզում եմ նշել, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք օրինական կերպով հատում են Հայաստանի Հանրապետության սահմանը, պետք է գտնվեն մեր պետության, մեր իշխանության անվտանգության ներքո եւ մենք պարտավոր ենք իրենց անվտանգությունը ապահովել եւ շատ տարօրինակ է, որ մեր կառավարությունը որևէ միջոցառումներ նախապես չէր ձեռնարկել, նշելով, որ միգուցե մոռացել են, որ բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից նաեւ օտարերկրյա քաղաքացիներ կարող են այդ ճանապարհը անցնել։ Նաև մեր կողմից բարձրաձայնվեց եւ մեր դիրքորոշումը ներկայացվեց սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարության հետ կապված։ Իհարկե շատ կարեւոր է մեզ համար ազգային բավականին կարևոր նշանակություն ունեցող տոն է եւ մենք միշտ սիրով կուզենանք նշել, բայց երկրում տիրող տրամադրությունները այնպիսին չեն, որպեսզի մենք կարողանանք գունագեղ տոնակատարություններ կազմակերպել եւ հատկապես շահարկել մեր զոհված հերոսների անունները։ Կարծում եմ բավական է շահարկման թեմա դարձնել մեր հերոսներին եւ ամենտեղ նշել, որ իրենց է նվիրված, իրենց համար է արվում։ Միանշանակ պետք է տոնել, բայց ոչ գունագեղ եւ ոչ այն մասշտաբներով, որը նախատեսվում է։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Անկախության 30-ամյակն ենք տոնում եւ տոնում ենք թևաթափ Հայաստանում, հուսալքված մթնոլորտում եւ կարելի ասել կիսահայրենիքում։ Ինչու, որովհետեւ մենք ունենք 75% կորսված Արցախ, վտանգված Հայաստանի Հանրապետության սահմաններ եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից ներխուժած ադրբեջանական զինուժ։ Ես ուզում եմ ասել, որ մենք, որպես Հայաստանի ինքնիշխան հանրապետություն, ունենք հստակ քայլեր իրականացնելու, ոչ թե գունագեղ տոնակատարության տեսքով։ Իհարկե, գուցե տոն նշելը անհրաժեշտություն է, բայց ոչ գունագեղ։ Բայց այնուամենայնիվ մենք այո, անելիք ունենք ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների նկատմամբ, եւ այդ անելիքը գտնվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ձեռքին։ Նա պարտավոր է քրեական հետապնդման ենթարկել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց հրահանգ տվող ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ինչպես մնանք պարտավոր են քրեական գործ հարուցել եւ բոլոր մեղավորներին հրահանգ տվողներին ներգրավել այդ գործերով որպես մեղադրյալներ։ Ես պատգամավորական հարցում եմ ուղարկել գլխավոր դատախազություն եւ ստացել եմ պատասխան, որ այո, մի քանի դրվագներով քրեական գործեր են հարուցված, բայց վերջին նախադասության մեջ ամբողջ պատմությունը գլխի վայր շուռ է գալիս, երբ որ մենք կարդում ենք, որ գործում ներգրաված մեղադրյալներ չկան։ Այսինքն այդ գործերի հարուցման իմաստը այդ դեպքում ո՞րն է, եթե մենք չունենք ադրբեջանական մեղադրյալներ։ Եվ ի պատասխան այս իրավիճակի մենք ունենք
ադրբեջանական իրավապահների կողմից հստակ քայլ էր, երբ որ 230-ից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ այսօր գտնվում են միջազգային հետախուզման մեջ։ Նրանց տեղաշարժը աշխարհում սահմանափակված է, քանի որ ադրբեջանական իրավապահ համակարգի ներկայացուցիչները նրանց նկատմամբ կիրառել են կոնկրետ հետախուզում։ Եվ միջազգային իրավապահ կառույցները Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Հանրապետության երկխաղացիներին փնտրում են միայն այն բանի համար, որ նրանք Արցախին են օգնել կամ եղել են Արցախում կամ Հայաստանի Հանրապետության համար որևէ լավ բան են արել։ Այսինքն Ադրբեջանը կոնկրետ պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի հանդեպ լավ վերաբերմունք ունեցող եւ գուցե իրենց պարտքը կատարող քաղաքացիների նկատմամբ, իսկ մենք Ադրբեջանի վայրագործողությունների եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ որպես երկիր չենք իրականացնում գրեթե ոչինչ։ Սա երկակի ստանդարտ է եւ ես կարծում եմ, որ որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարտավոր է իրականացնել քրեական հետապնդման քայլեր, որպեսզի ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով միջազգային իրավունքի նաև տեսանկյունից ենթարկվեն պատասխանատվության։ Սա առաջին եւ ոչ միակ կամ ոչ բավարար պայմանն է, բայց առաջինն է, որ պիտի իրականացնի Հայաստանի Հանրապետությունը։ Անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը։ Եվ այդ ընթացքում երկու կարևոր ընտրություն մենք կատարեցինք։ Առաջինը ընտրեցինք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք է, մենք այս ամբողջ ընտրությունը դիտարկում էինք ձեր կողմից մեզ հանձնված մանդատի շրջանակում։ Այն է Հայաստանում հաստատել առանց կոռուպցիայի միջավայր, անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ եւ այս պայքարում ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք փորձել ենք գտնել լավագույն թեկնածուին եւ դրանով իսկ արդարացնել ձեր սպասումները։ Այնուհետև մենք ընտրեցինք Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին, այս առումով նույնպես այն մտայնությունից ենք ելել, ինչը որ դուք եք մեզ փոխանցել նախընտրական շրջանում, այն է անկախ դատական համակարգ, անկախ բոլոր առումներով եւ բոլորից եւ իհարկե դատական համակարգի առողջացում։ Սա նույնպես ես շատ կարեւոր հանգամանք եմ համարում։ Ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի, այն է մի քանի օր անց կնշվի մեր երկրի անկախության 30-ամյա տարեդարձը։ Իհարկե ցանկացած երկրի կյանքում երևի թե ամենակարևոր տոնը հենց անկախության տոնն է եւ այս առումով այն իհարկե կարծում եմ պետք է նշել, բայց իհարկե հասկանալի է, որ կա որոշակի կոնտեքստ, որը կապված է 44-օրյա պատերազմի հետ, դրա ողբերգական հետևանքների հետ եւ այս առումով հանրային որոշակի քննարկումներ են տեղի ունեցել։ Ես ուզում եմ նշել, որ մեր ամբողջ միջոցառումը, որը այդ օրը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ի երեկոյան, առաջին հերթին նվիրված է մեր զոհերին, առաջին հերթին նվիրված է մեր հերոսներին։ Ինչու ենք մենք անում այդ միջոցառումը։ Անում ենք առաջին հերթին հարգելով զոհերի եւ հերոսների հիշատակը, որովհետեւ նրանք զոհվել են, որպեսզի Հայաստանն ու Արցախը ապրի։ Նրանք զոհվել են, որպեսզի Հայաստանն այլևս չկորցնի իր անկախությունը։ Նրանք զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության անկախության։ Եվ այս առումով մեր անկախության տոնի նշելը ինչ որտեղ նաեւ մեր հարգանքի տուրքն է մեր զոհերի։ Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս մեր անկախության 30-ամյակի կապակցությամբ եւ վստահաբար հույս հայտնել, որ մենք այլևս չենք ունենալու նոր անկախության տոներ, որովհետեւ մենք այլևս չենք կորցնելու մեր անկախությունը։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։